Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1112-րդ օրն է։ Բացի ռազմաճակատի լուրերից ձեզ կներկայացնենք կարճ հարցազրույց Բորիս Նավասարդյանի հետ, կարևոր թեմաների ենք անդրադարձել, քանի որ այսօր երեքշաբթի է, փորձենք նորից կարճ ժամանակահատվածում ավելի շատ տեղեկատվություն ձեզ տրամադրել։ Մինչ լուրերին անցնելը ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեր սրտանց եւ տրամադրող մեկնաբանությունների համար, ձեր լայքերի, մեր եթերների տարածման համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 140 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել 9 շրջանների, որտեղ կենտրոնացված էին ռուս օկուպանտները։ Ռազմական գործողությունների մեծ մասը տեղի է ունեցել նորից Դոնբասում եւ Կուրսկի մարզում։ Կուրսկի շրջանի օպերատիվ գոտում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները վերջին 24 ժամվա ընթացքում ետ են մղել ռուս զավթիչների 11 հարձակում։ Բացի այդ, ռուսները 61 կառավարվող խումբերով 41 ավիահարված են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին, ինչպես նաև 272 հրետանային հարձակում մեր զորքերի դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում 19 ռեակտիվ հրթիռային համակարգերից։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ Պուտինի բանակը առաջիկա օրերին նոր արշավ է պատրաստում Սուջայի դեմ։ Սուջան, ինչպես գիտեք, շրջկենտրոնն է, որը ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո է։ 7 ամսվա մեջ Ռուսաստանը իրոք շատ մեծ ուժեր գործադրեց, որպեսզի դուրս մղի ուկրաինական ուժերին, բայց դա նրանց չի հաջողվում։ Դա եթե հանկարծ պատկերացնենք, որ Կուրսկի մարզի օպերացիան չլիներ, բոլոր այդ ուժերը եւ ռազմական տեխնիկան օգտագործվելու էր Ուկրաինայի տարածքում։ Միայն այն փաստը, որ լայնածավալ պատերազմի 4-րդ տարում Ուկրաինայի տարածքները գրավելու փոխարեն ռուսական ռոպագանդան ուրախությամբ հայտնում է սեփական տարածքի գյուղերի գրավման մասին, սա նշանակում է, որ ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու որոշումը ճիշտ էր։ Արդեն բազմիցս ասել եմ, որ սա հիուցիչ պատերազմ է եւ որ կհաղթի այն կողմը, ով ավելի ճիշտ կդասավորի իր քայլերը։ Ուկրաինայի համար գլխավորը իր տարածքների եւ բնակչության ազատագրումն է, իսկ ռուսները արդեն խճճվել են իրենց ստերի մեջ եւ մի կողմից խոսում էին Դոնբասում ռուսալեզուներին ազատություն բերելու մասին, մյուս կողմից ոչնչացնում են դոնբասցիների տները եւ դժոխք են սարքում նրանց կյանքը եւ պարզապես սպանում են Դոնբասի ժողովրդին։ Օրերս մեր եթերում անդրադարձել ենք այդ թեմային ավելի մանրամասն։ Երևի թե ռուսները սպանելով էին պատկերացնում դոնբասցիների այսպես կոչված ազատագրումը։ Երեք Դոնբասում միայն Պոկրովսկի եւ Տորեցկի ուղղություններում ուկրաինական ուժերը ետ են մղել հակառակորդի 40 հարձակում եւ հակագրոհների միջոցով բարելավել ուկրաինական զորքերի դիրքերը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերը ոչնչացրել են 1300 ռուս օկուպանտների եւ շուրջ 500 միավոր ռուսական զենք ու ռազմական տեխնիկա։ 22 թվականի փետրվարից ռուսների փաստաթղթավորված ընդհանուր մարտական կորուստները կազմել են մոտավորապես 887620 զավթիչ։ Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական բանակը կորցրել է նաև 11 տանկ, 23 զրահամեքենա, 75 հրետանային համակարգ, 2 ռեակտիվ հրետանային համակարգ, 1 հոբ համակարգ, 198 մարտական անօդաչու թռչող սարքեր, 1 թևավոր հրթիռ եւ 134 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա։ Ռուսական բանակը ամեն գիշեր շարունակում է Ուկրաինայի խաղաղ քաղաքներին վնաս հասցնելու փորձերը, որոնց հետևանքով մարդիկ են վիրավորվում, երբեմն նաև զոհվում։ Մարտի 11-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա Իսկանդեր-M բալիստիկ հրթիռով եւ Շահեդ տիպի 126 դրոններով։ Ուկրաինական հոբ ուժերը խոցել են այդ մեկ հրթիռը եւ 114 դրոնները, բայց կան նաև դրոնային խոցումներ։ Ռուսական հարձակման արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Դոնեցկի, Օդեսայի, Խարկովի, Սումիի եւ Կիևի մարզերը։ Օդեսայի մարզում հրդեհների ընդհանուր տարածքը 1300 քառակուսի մետր էր։ Ես գիտեմ, որ դուք անամբեր սպասում եք Ռուսաստանի տարածքին հասցված ուկրաինական հարվածների մասին տեղեկատվությանը։ Այս գիշեր Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բնակիչները իրենց զգում էին ինչպես Ուկրաինայի սահմանակից այլ տարածքների բնակիչներ, ինչպես Կուրսկի եւ Բելգրադի բնակիչները։ Բազմաթիվ հարվածներ են հասցվել ուկրաինական նորագույն հարձակողական դրոնների եւ դրոնահրթիռների միջոցով, իսկ ռուսական հակաօդային պաշտպանությունը այդ հարվածը կասեցնելու փոխարեն միայն վերահղել է որոշ անօդաչու թռչող սարքեր դեպի ոչ ռազմական թիրախներ, ինչը ել ավելի է վատթարացրել իրավիճակը։ Հեռարձակման պատրաստման պահին մենք միայն նախնական տվյալներն ունենք այս գիշերվա Ռուսաստանի 6 մարզերի
դրոնների զանգվածային հարվածների մասին։ Նախ դրոններ այցելել էին Կուրսկ եւ Կուրչատով, հետո պայթյուններ են որոտացել Ռիազանի երկնքում։ Տեղի բնակիչները հայտնել են առնվազն 10 խոցման մասին։ Որոշ ժամանակ անց տեղեկություններ հայտնվեցին Ռուսաստանի Դաշնության Լիպեցկի, Բրյանսկի եւ Բելգրադի մարզերում բարի դրոնների աշխատանքի մասին։ Առավոտյան մոտավորապես ժամը 5-ին դրոնները թռել հասել են Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջան, ժամը 4:49-ին Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայանում մտցվել է կարպետ ռեժիմը, ռեժիմ կավյոր կոչեցյալը, հետո Դամադեդովոյի, Շերեմետևոյի եւ Նիժնի Նովգորոդի Ստրիգինոյի օդանավակայաններում։ Կավյոր ռեժիմը նշանակում է, որ օդանավակայանները դառնում են աերովокзалներ եւ թռիչքներ չեն իրականացվում։ Հաղորդվում է, որ բարի դրոնները աշխատել են Կուրսկի, Բելգրադի, Արիոլի, Լիպեցկի, Բրյանսկի, Ռիազանի եւ Մոսկվայի մարզերում։ Ռուսական լրատվամիջոցները պնդում էին, որ հիմնական հարվածը բաժին է ընկել Մոսկվային եւ պնդում են, որ Ուկրաինայի զինված ուժերը իբր հարձակվել են Ռուսաստանի մայրաքաղաքի վրա լյուտի նորագույն դրոններով։ Հաղորդման նախապատրաստման պահին Ուկրաինայի գլխավոր շտաբը դեռ պաշտոնապես չէր հայտնել խոցումների մասին, հենց որ տեղեկատվություն հայտնվի, մենք այն կտեղադրենք մեր Telegram-յան ալիքում։ Կարծում եմ, մինչ մեր վաղվա YouTube-յան եթերը միգուցե ավելի շատ տեղեկություններ հավաքվի։ Երեք մինչ ռուսական պրոպագանդան խոսում էր Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի կործանման եւ նույնիսկ շրջապատման մասին, Ուկրաինայի գլխավոր հրամանատար Սիրսկին գնաց Կուրսկի մարզ եւ մեծ տվյալներ ներկայացրեց։ Երեք երեկոյան չուզեցա հարատապի եթեր կազմակերպել, միայն Telegram-ում եւ Facebook-ում հայտնեցի Սիրսկու կողմից տեղեկատվության մասին։ Հիմա ձեզ կներկայացնեմ, առանձնապես բան չի փոխվել մեր հաղորդումը պատրաստվելու պահին։ Սումիի եւ Կուրսկի մարզերի սահմանին իրավիճակը գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինական ստորաբաժանումները շրջափակման մեջ չեն։ Այս մասին հայտնեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով մի շարք բնակավայրեր, որոնք ռուսական պրոպագանդիստները նշում են իրենց զեկույցներում, փաստորեն այլևս գոյություն չունեն թշնամու զանգվածային հրետակոծումների պատճառով։ Ես քիչ առաջ ասացի, որ Կուրսկի մարզի օպերացիայի պատճառով ռուսները իրենց ռազմական արսենալը մաշում են հենց իրենց քաղաքներն ու գյուղերը ոչնչացնելու վրա։ Սիրսկին ասաց, որ չնայած հյուսիսկորեական հետևակով համալրված ռուսական զորքերի զգալի թվին, հակառակորդը շատ մեծ կորուստներ է կրում։ Միայն Պլեխովեի շրջանում 4 օրվա մարտերի ընթացքում հակառակորդը փաստացիորեն կորցրեց հետևակի մի ամբողջ գումարտակ։ Ուկրաինացի պաշտպանները նաև արդյունավետորեն ոչնչացնում են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը եւ փոքր հետևակային ստորաբաժանումները, որոնք փորձում են ներխուժել Ուկրաինայի տարածք։ Հիշեցնեմ, որ Ուկրաինայի տարածք ռուսները փորձում են մտնել Սումիի մարզի կողմից, որպեսզի կտրեն լոգիստիկ ուղիները դեպի Կուրսկի մարզ։ Սիրսկին նշել է, որ ռեգիոնում ուկրաինական խմբավորումը ուժեղացնելու համար որոշում է կայացվել եւ լրացուցիչ ներգրավվել են ուժեր եւ միջոցներ, մասնավորապես էլեկտրոնային պատերազմի եւ անօդաչու մեքենաների մասով։ Սիրսկին հերքել է ուկրաինական ստորաբաժանումների շրջափակման սպառնալիքի մասին հայտարարությունները։ Հիմա ավելի դրական լուրեր։ Ուկրաինական ուժերը հակագրոհներ են կազմակերպել Դոնբասում եւ Խարկովի մարզում եւ դիրքեր են խլել ռուսական ուժերից։ Կուպյանսկի մերձակայքում գտնվող Սինկովկայի շրջանում ուկրաինացի պաշտպաններին հաջողվել է դուրս մղել Ռուսաստանի զինված ուժերին իրենց դիրքերից, որոնք նրանք գրավել էին վերջին հարձակողական արշավի ընթացքում։ Ուկրաինայի պաշտպանության բանակի մարտիկներին հաջողվել է սահմանափակ հակահարձակողական գործողություններ իրականացնել Խարկովի մարզի արևելքում։ Այսպիսով ուկրաինացի զինվորականները տեղական հաջողությունների են հասել Կուպյանսկի ուղղությամբ Խարկովի մարզի արևելք եւ վերականգնել են նախկին դիրքերը Սինկովկայի շրջանում։ Բացի այդ, ռազմական գործողությունների քարտեզում կարելի է տեսնել նաեւ, որ Դոնեցկի մարզի Բուրլացկայի շրջանում ուկրաինացի պաշտպանները դուրս են շպրտել ռուս օկուպանտներին, միաժամանակ հակառակորդ փորձել է առաջ շարժվել Ուլակլիի մոտ, սա նույնպես Դոնեցկի մարզի Վելիկանովոսիոլովսկայի շրջանում է։ Ուկրաինացի զինվորականները միջոցներ են ձեռնարկում հակառակորդին դուրս մղելու նաեւ այս հատվածում։ Փաստացի նույն իրավիճակն է, ինչ երեք ասացի, միտեղ ռուսներն են գրոհում, մյուստեղ ուկրաինացիները, բայց Կուրսկի մարզի ուկրաինական զորքերի օպերացիան իր ակտուալությունը դեռ պահպանում է։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կգնի եւս 4.5 միլիոն FPV դրոններ։ 25 թվականին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել 4.5 միլիոն FPV դրոններ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Հիշեցնեմ, որ 24 թվականին ձեռք է բերվել ավելի քան 1.5 միլիոն
FPV դրոններ եւ գումարի 96%-ը վճարվել է ուկրաինացի արտադրողներին եւ մատակարարներին, այսինքն Ուկրաինայում արդեն մեծ մասշտաբի արտադրություն կա FPV դրոնների եւ այս տարի անցած տարվա համեմատ 3 անգամ ավել քանակի դրոններ են արտադրվելու, ինչպես ասում են ռուսական բանակի ջանը սա հլնի, հա, իրենց գլխին է պայթելու։ Իդեպ Ուկրաինան մշակել է չինական Mavic անօդաչու թռչող սարքի արդիականացված անալոգները եւ դրանք արդեն օգտագործում է ռազմաճակատում։ 3 հայրենական ծրագրավորողներ ստեղծել են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող անօդաչու թռչող սարքեր, իսկ ուկրաինական զորքերը արդեն օգտագործում են դրանցից մի քանիսը առաջնագծում։ Վերջին օրերին արևմտյան մամուլում Ուկրաինային անվանում էին մեծ ռազմական լաբորատորիա, որտեղ արագ նոր տեսակի զենքեր են ստեղծվում եւ անմիջապես կիրառվում եւ փորձարկվում ռուսների վրա։ Երեք Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին հայտնել է նաեւ, որ փետրվարին խոցված եւ ոչնչացված թիրախները հունվարի համեմատ աճել են 22%-ով, իսկ ամենաարդյունավետ միջոցները մնում են հենց նույն FPV դրոնները եւ բազմառոտոր ռմբակոծիչ դրոնները։ Զենքից խոսեցինք, ասեմ, որ Գերմանիայում սկսել են կասկածել F-35 ամերիկյան ինքնաթիռների գնման նպատակահարմարության առումով Ուկրաինայի հետ կապված Ամերիկայի վարկի պատճառով։ Վստահությունը կորցնում է Ամերիկան։ Իսկ Հարավային Կորեան ցանկանում է փոխարինել Ամերիկայի զենքերը Կանադայում եւ առաջարկում է մի շարք նոր գործարքներ ռազմական տեխնիկա մատակարարելու համար, ինչը ցույց է տալիս, որ ասիական այս երկիրը ոչ միայն արագ կարող է մատակարարել պաշտպանական համակարգեր, այլև հուսալի դաշնակից է, որին կարելի է վստահել։ Ինչպես գիտեք, Սաուդյան Արաբիայում հանդիպում են Ուկրաինայի եւ Ամերիկայի բանակցողները, առանձնակի սպասումներ չունեմ, ճիշտն ասած, պարզապես ուկրաինական կողմը իր տեսակետը պետք է ներկայացնի եւ հետո նորից կլսենք Թրամփի անպագորգոր հայտարարությունները, եթե տրամադրությունը լավ լինի, լավ բան կասի, եթե վատ լինի, անպագորգոր վատ բան կասի, կամ էլի կսկսի խաղաքարտերի արկայության մասին խոսել։ Մեկ ասում է Ուկրաինան խաղաքարտ չունի, մեկ ասում է Ռուսաստանը խաղաքարտ չունի։ Եթե ուկրաինական կողմից լինի արտակարգ հայտարարություն, անպայման սկզբից Telegram-ում կտեղադրենք, իսկ վաղը արդեն հերթական եթերում կներկայացնենք մանրամասները։ Եվս մի երկու նորություն ներկայացնեմ ձեզ Թրամփի արկածախնդիր քայլերին ամերիկյան ֆոնդային շուկայի արձագանքի մասին։ Ամերիկյան ֆոնդային շուկան 4 տրիլիոն դոլար է կորցրել Թրամփի առևտրային քաղաքականության պատճառով։ Պատկերացնում եք վնասների մասշտաբը, բայց նրա նախագահության պերիոդում նրա կողմնակիցները արդեն 50 տարբեր քայլեր են հաշվել իբր հաջող, բայց մենք տեսնում ենք միայն անհաջողը, որովհետև այդ Թրամփի կողմնակիցների տեսած հաջողը սովորական մարդկանց լոգիկայում չի տեղավորվում։ 5 միլիարդատերեր, ովքեր աջակցել էին Դոնալդ Թրամփին երկրորդ ժամկետի համար, այդ ժամանակից ի վեր միասին կորցրել են 209 միլիարդ դոլար, այս մասին գրում է Bloomberg-ը, խոսքը Իլոն Մասկի, Ջեֆ Բեզոսի, Սերգեյ Բրինի, Մարկ Ցուկերբերգի եւ Բեռնար Արնոյի մասին է։ Սա երևի թե դեռ սկիզբն է, անմեղ ուկրաինացիների արյունը դեռ շատ թանկ կարժենա ֆիզիկայի օրենքներին դեմ գնացող թրամփիստների համար։ Անցնենք Բորիս Նավասարդյանի հետ հարցազրույցին, քննարկել ենք տարբեր կարևոր թեմաներ, այդ թվում Թրամփի քաղաքականության հետևանքով տուժված հայկական լրատվական դաշտի մասին։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք Բորիս Նավասարդյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշխարհում փոփոխությունները դժվար է չնկատել, ինչը Հայաստանում կատարվում ըստ ձեզ, կա ընկալում, որ առաջվա քաղաքականությունը արդեն հնարավոր չէ շարունակել եւ տարածաշրջանային եւ համաշխարհային համատեքստում։ Կարծում եմ հիմնական խնդիրը, որ մենք նկատում ենք Հայաստանում քաղաքական ասպարեզում, դա առաջնահերթությունների շփոթություն է։ Երևի դրա մասին արդեն շատ եմ խոսել նաև մեր նախորդ զրույցներում, բայց ակնհայտ է, որ այն մարդիկ, որոնցից կախված է այսօր Հայաստանի ապագան, առաջին հերթին մտածում են նրա մասին, թե ինչպես ավելացնեն 10 հոգով իրենց ձայները ապագա խորհրդանական ընտրություններում եւ ինչպիսի քայլերով դրան կարելի է հասնել, առանց մտածելու, թե այդ քայլերը եւ այդ խոսքերը, որոնք այսօր տարածվում են, ինչպիսի հետևանք կարող են ունենալ երկրի համար։ Եվ դա իհարկե առաջինը, որ մտահոգում է բոլորին, միևնույն ժամանակ իհարկե այն ինչ կատարվում է աշխարհում եւ կարող է անդրադարձ ունենալ մեր երկրին, դա իրական process է,
դա կարևոր process է եւ բավականին բազմազան process է, որը կարող է ունենալ տարբեր զարգացումներ եւ ցանկացած կանխատեսման մի բան, որ մենք անում ենք, պետք է սկսենք եթե բառից։ Եթե կարողանա Եվրոպան եւ Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի նման երկրները միավորվեն, ապա այն վտանգները, որոնք առաջացել են ԱՄՆ-ի վարչակազմի քայլերի արդյունքում, կարող են եւ նվազեն եւ նույնիսկ մենք կարող ենք ունենալ ավելի անվտանգ իրավիճակ Եվրոպայում եւ իհարկե Ուկրաինայում, որտեղ հիմա հիմնական զարգացումներն են տեղի ունենում։ Միևնույն ժամանակ հույսը դնելով եվրոպական առաջնորդների վրա հնարավոր չի զարմանալ իրենց գնահատականով առ այն, թե ինչ է այս օրերին կատարվում Սիրիայում, այսինքն դա ինչ որտեղ վկայում է նրա մասին, որ մարդիկ լավ չեն պատկերացնում այն օրինաչափությունները եւ հիմնական մարտահրավերները, որ կան Հայաստանում, իսկ նման պայմաններում իհարկե սկսում ես կասկածել, արդյոք նրանք ճիշտ կողմնորոշում կարող են ունենալ մյուս հարցերում, այդ թվում նաև կապված Ուկրաինայի հետ, քանի որ ավելի կարևոր եւ առաջնային խնդիր այսօր եվրոպական առաջնորդների մոտ քան օգնել Ուկրաինային դիմանալ այս բարդ իրավիճակներում չի կարող լինել։ Եվ այդ ամենը կատարվում է բնականաբար ազդում է նաև Հայաստանի հեռանկարների վրա, քանի որ այն մեխանիզմները, որոնք մենք հակակալում ենք եւ ցանկանում ենք տեսնել Եվրոպայում, դրանք բնականաբար նաև մեխանիզմներն են, որոնք ապահովում են Հայաստանի անվտանգությունը եւ զարգացումը, ավելի ճիշտ կարող են նպաստել։ Ես երևի պետք է եթե խոսքը օգտագործեմ եւ այս համատեքստում շատ հետաքրքիր է ինչպիսի զարգացումներ կլինեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում, որտեղ այսօր մի կողմից Թուրքիան իրեն առաջարկում է եվրոպական գործընկերներին որպես անվտանգություն ապահովող կարևոր գործոն, հաշվի առնելով այն բանակը, որ ունի Թուրքիան եւ այն ռազմական արդյունաբերությունը, որը վերջի մի քանի տասնյակ տարիների ընթացքում առաջադիմել է Թուրքիայում։ Եվ մյուս կողմից Եվրամիությունից ակնկալում է ճանաչում նաև Թուրքիայի որոշումներ կայացնելու գործընթացում լուրջ դերի։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան բնականաբար հավակնում է նաև որոշիչ դերակատար դառնալ նաև մեր տարածաշրջանի համար, Հարավային Կովկասի համար, եւ ինչպես կլինի, ինչպես կդասավորվի երկխոսությունը եւ դրա արդյունքները Եվրամիության եւ Թուրքիայի միջև, նույնպես կարևոր են մեզ համար։ Եվ այդ բոլորը ինչի մասին ես մի քանի նախադասությունով փորձեցի ներկայացնել, որևէ համարժեք արձագանք չի ստանում իդեմս Հայաստանի իշխանությունների գործողությունների։ Լավագույն դեպքում ինչ որ ժեստեր են արվում, նույնիսկ եթե դրանք ողջունելի ժեստեր են, ես նկատի ունեմ առաջին հերթին այն օրենքի ընդունումը, որին մենք բոլորս սպասում ենք, այսինքն Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու մասին, հուսով եմ այդ պատմությունը օրինագծի հետ իր վերջնական լուծումը կստանա, բայց բացի այդ ժեստերից մենք չենք տեսնում այնպիսի քայլեր, որոնք կարելի է համահունչ համարել արկա արդյունավիճակում։ Հայ հանրությունը այս նոր ճամբարների բաժանման ժամանակահատվածում ես արտաքին ճամբարների նկատումն յուրայիններ որտեղ են փնտրում, ում են որպես յուրային ընկալում ասես։ Ես կարծում եմ, որ նման վերջնական ընտրություն, թե որտեղ փնտրել եւ ում ընկալել որպես յուրային, վերջնական որոշում այդ հարցով չկա։ Ես մի դրվագի մասին խոսեմ, որը երևի փոքր հարց է, բայց շատ բաների մասին է խոսում։ Բելգիայի դեսպանության նախաձեռնությամբ մարտի 18-ին տեղի ունենալու
գիտաժողով Հայաստան, որը նվիրված է լինելու Երևանում, որը նվիրված է լինելու հենց Եվրամիություն Հայաստան հարաբերությունների զարգացմանը, նոր մակարդակի հասցնելու մասին եւ ինձ շատ հետաքրքիր էր թե ինչ մակարդակով պաշտոնական կներկայանա այդ միջոցառմանը Հայաստանը եւ ըստ ծրագրի Պաստորեն Հայաստանի կառավարությունը ներկայացված է լինելու արտաքին գործերի նախարարության վարչության պետով։ Եվ դա իհարկե ինչ որտեղ ուղերձ է, որ նմանները այսօր մեզ համար առաջնային չէ, կամ մենք առանձնապես այս թեմային քննարկման լուրջ եւ խորը կարիք ունի, չենք վերաբերում որպես կարևոր իրադարձություն։ Կրկնում եմ, միգուցե դա շատ փոքր օրինակ էր, բայց շատ բաների մասին խոսացող։ Եվ ցավոք նման դրսևորումներ բավականին շատ են լինում մեր ամենօրյա կյանքում եւ պատահական չէ, որ ասենք այլ երկրների փորձագետները, վերլուծաբանները գնահատում են վերջի տարիների Հայաստանի արտաքին վարքագիծը որպես տատանվում եւ սկզբից մինչեւ կարելի ասել 2022 թվականի աշունը Հայաստանը շարունակում էր հիմնական հույսը դնել անվտանգային հարցերում եւ Արցախի հարցում Ռուսաստանի վրա, հետո սկսեց զարգացնել այլընտրանքային ուղի, ԱՄՆ եւ Եվրամիություն, իսկ հիմա ըստ շատերի գնահատման նորից ինչ որ շարժ է սկսում դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանի աչքերում այդպես արդարանալու ինչ որ ոչ հստակ, բայց ամեն դեպքում միտումներ նկատում։ Եվ ես պատահական չէ, որ բերեցի մի օրինակ, որը միգուցե նույն համատեքստի մեջ է։ Հայաստանում արդեն սկսվել են տեղական ընտրական գործընթացներ, լրատվամիջոցների լուսաբանման որակի փոփոխություններ, մասնակիցների ծրագրերի ինչ որ օրիգինալություն, ընդհանրապես զարգացում զգում եք։ Դե ամենահետաքրքիր գործընթացը, որին մենք այսօր հետևում ենք իհարկե Գյումրիում համայնքային ընտրություններն են, եւ շատ կարեւոր է, որ այդ ընտրություններում փաստորեն ակտիվորեն փորձում են մասնակցել քաղաքական ասպարեզում առկա բոլոր քաղաքական ուժերը։ Ես կարծում եմ բավականին հետաքրքիր ընտրարշավ է լինելու եւ մենք տեսնում ենք նաեւ այն դիրքորոշումների արտացոլումը, որը դեռ կմշակվի եւ վերջնական տեսք կստանա, բայց մենք ըստ երևույթի կտեսնենք նաեւ խորհրդանական ընտրություններում եւ բնականաբար արդյունքները Գյումրիի ընտրությունների ինչ որտեղ պրոյեկտվելու են բոլոր կանխատեսումների վրա եւ նաեւ հնարավոր դաշինքների վրա, ձևավորվող դաշինքների վրա։ Ամեն խոսքով շատ հետաքրքիր գործընթաց է եւ եթե լսենք քաղաքապետի պաշտոնի հավակնորդներին, ապա ես կասեի, որ հիմնականում բավականին հետաքրքիր ուղերձներ են հասարակությանը, որոնք թույլ են տվել, ես կասեի, մեր ընտրազանգվածին կրթվել եւ ավելի լավ պատկերացնել, թե ով ինչ է իրենից ներկայացնում։ Բնականաբար առավել հետաքրությամբ մենք հետևում ենք մեր գործընկեր Լևոն Բարսեղյանի հանրային խոսքին, որը ինձ թվում է շատ ինֆորմատիվ է, շատ թույլ է տալիս շատ լավ պատկերացնել ինչ գործընթացներ եւ խնդիրներ կան Գյումրիում եւ օգտակար են ընդհանրապես Գյումրիի ընտրողների համար։ Ես շատ կցանկանայի, որ նման հստակ խոսք լինել որևէ տեխնացուից նաեւ մեր համապետական Ամերիկան չեղարկում է USAID ծրագրերի 83%-ը, ինչպես է ԱՄՆ կազդի Հայաստանի վրա, մասնավորապես լրատվական դաշտի վրա եւ քաղաքական զարգացումների ձեզ։ Ես կասեի, որ արդեն ազդել է, քանի որ այդ ծրագրերի իրականացումը Հայաստանում սառեցվել է դեռ հունվարին եւ եթե խոսքը հենց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մասին է, ապա
որևէ մեկը չի վերականգնել, այսինքն ըստ երևույթի այն մնացած 17%-ի մեջ չի մտնում։ Ինչ վերաբերում է ընդհանրապես ԱՄՆ պետական աջակցությանը, եթե մենք խոսում ենք լրատվական դաշտի մասին, ապա ուրախություն մեզ մի քանի ծրագիր ապասառեցվել են, բայց կրկին այն ծրագրերը, որոնք անմիջապես հնարավորություն են տալիս լրատվամիջոցներին գոյատևել, մնում են սառեցված կամ դադարեցված, եւ դա իհարկե տագնապալի տրամադրություններ է զարգացում մեր միջավայրում, հաշվի առնելով, որ ամենավորակյալ, ամենապատասխանատու, ամենաանկախ լրատվամիջոցները հենց նրանք էին, ովքեր օգտվում էին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունից եւ մեր պատկերացնում այդ սեգմենտը լրատվամիջոցների կորցնում է իր եկամուտների 40-ից 60%։ Դա իհարկե շատ ուժեղ հարված է դաշտի համար, քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, որ մյուս սեգմենտները, ասենք նրանք, ովքեր հիմնականում ֆինանսավորվում են քաղաքական շրջանակների կողմից եւ հետապնդում են անեղ քաղաքական շահեր, կամ նրանք, ովքեր միջոցների միջև ընտրություն չեն կատարում, երբ ուզում են ուղղակի գումարներ վաստակել տեղեկատվական դաշտում գործունեության հաշվին, այսինքն դրանք այն սեգմենտներն են, որոնք դժվար թե կօգնեն մեր համակարգացիներին հասկանան ինչ է կատարվում Հայաստանում եւ նրա շուրջ, եւ նաեւ ճիշտ ընտրություն կատարեն գալիք ընտրություններում, թե տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական։ Հիմնականում մենք տեսնում ենք ինչ է կատարվում մեր մեդիա դաշտում, հիմնականում այն անհրաժեշտ եւ օգտակար տեղեկությունները, որոնք տարածվում էին հենց միջազգային աջակցություն հնարավորություններից օգտվող լրատվամիջոցների կողմից, քանի որ ստանալով այդ աջակցությունը նրանք բնականաբար հնարավորություն են վերցնում աշխատել բարեխիղճորեն, համապատասխան պրոֆեսիոնալ ստանդարտների, դա այն է, ինչ այսօր անհրաժեշտ է մեր մեդիա դաշտի համար եւ փաստորեն հենց այդպես աշխատող լրատվամիջոցները, հենց այդ սեգմենտը մեր մեդիա շուկայի այսօր լուրջ վտանգի տակ է, եւ ցավոք փոխհատուցում այն ֆինանսավորման դադարեցման, որ կա ԱՄՆ-ից, առայժմ չի գտնվում, թեև բնականաբար որոշ ակնկալիքներ կան, որ կմիջամտեն պետական մարմինները, թեև մենք հասկանում ենք, որ այստեղ կան ռիսկեր, որպեսզի օգնելով լրատվամիջոցներին կակնկալել, որ նրանք էլ նեղ քաղաքական շահեր սպասարկեն, որոշակի ակնկալիքներ կան մասնավոր սեկտորից, մենք տեսնում ենք, որ մեր խոշոր ընկերությունները, որոնք բիզնեսում հաջողություններ ունեն, բավականին լավ աջակցում են այն հիմնադրամներին, որոնք օգնում են իրենց իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենալ։ Եվ մենք կուզենայինք իհարկե, որ այդ միջոցների մի մասը ուղղվեր նաև անկախ լրատվամիջոցներին, օգտվելով այն պոտենցիալ կառույցներից, որոնց հեռանկարները մշակվում են, ես նկատի ունեմ լրատվամիջոցների աջակցության հիմնադրամին, որ հնարավոր է ստեղծվի եւ կառավարվի անկախ անձանց կողմից։ Նման գաղափար Հայաստանում քննարկվում է դեռ 2019 թվականին եւ այսօր գաղափարի արդիականությունը շատ ավելի ակնհայտ է, քան առաջ էր։ Ցավոք մենք ունենք հստակ ուղերձ Եվրամիության մեր գործընկերներից, որ ավելացնել օգնությունը նրանք չեն կարող եւ լավագույն դեպքում օգնությունը կմնա այն չափերի մեջ, որ կար մինչեւ ԱՄՆ-ի կողմից այդ սառեցումը ծրագրերի։ Խոսվում է նաեւ Սփյուռքի հնարավորությունների մասին, բայց դա էլ կարծում եմ այն մասշտաբի աջակցություն չի կարող լինել, որը կփոխհատուցի այն կորուստները, որ մենք ունենք հունվարից։ Ուկրաինայում USAID-ին կարծես թե ցանկանում է փոխարինել
Ճապոնիան իր ծրագրերով, ոչ ամբողջությամբ, բայց բավականին հետաքրքիր ծրագրեր նրանք կարծես թե վերցնում են իրենց ֆինանսավորման տակ։ Դե մենք շատ լավ հասկանում ենք, որ հենց Ուկրաինային պետք է ձգտել օգնել այս նոր պայմաններում եւ շատ դրական է, որ երկրներ, որոնք միգուցե ակտիվ չէին առանձին ոլորտներում, ինչպիսին է նաեւ մեդիան, փորձում են ակտիվանալ, շատ ուրախալի է, որ Ճապոնիայի մասին այդ լուրը դուք հայտնեցիք։ Հայաստանում ով կարող է լրացնել բացը, նույն ճապոնացիների հետ հասկանում ենք, չէ՞, որ ինչ որ մեկը փորձելու է լրացնել եւ այդ ինչ որ մեկը լինելու է հյուսիսից ամենայն հավանականությամբ։ Այո, բնականաբար Ռուսաստանը փորձելու է օգտվել այս իրավիճակից եւ առաջարկել իր գործընկերությունը այն լրատվամիջոցներին, որոնք ազդեցիկ են այսօր։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ մեր գործընկերները չեն գայթակվի այդ առաջարկություններով եւ կփորձեն այլընտրանքային ճանապարհներ գտնել գոյատևելու եւ նույն որակը աշխատանքի պահպանելու։ Ամեն դեպքում դրա շուրջ ես կարող եմ ասել ամենօրյա ռեժիմով քննարկումներ են տեղի ունենում եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ նամակներ են ուղարկվում այստեղ այնտեղ, որտեղ ներկայացվում է իրավիճակը եւ դրա լուծման անհրաժեշտությունը, սակայն կրկնում եմ, մենք հասկանում ենք, որ այսօր աշխարհի ուշադրությունը այլ տեղ է եւ այդ տեղը հիմնականում Ուկրաինան է եւ մենք ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ ԱՄՆ աջակցության դադարեցումը Ուկրաինային ենթադրում է, որ մյուս կարևոր խաղացողները այդ բացերը կլրացնեն եւ մենք էլ երևի Հայաստանում պետք է փորձենք դիմանալ եւ մեր լուծումները գտնենք գիտակցելով, թե Ուկրաինայի նկատմամբ ուշադրությունը եւ հոգատարությունը այսօր իրոք առաջնային։ Դե Հայաստանի համար այդքան մեծ գումարներ պետք չեն, միգուցե հնարավոր լինի ուրիշ երկրների միջոցով փոխել, բացի Ճապոնիայից կան բրիտանական լավ ծրագրեր, ֆրանսիական ծրագրեր, որոնք կարող են նաեւ առանձին կերպ ներկայացված լինել։ Մի տեսակ այս անցյալ տարիները նաեւ կորսվել են նույն լրագրողների կողմից, որ Հայաստանը չի ներգրավել շատ ավելի շատ ծրագրերի կողմից, կարծես սկսել են բավարարվել, դե կա, ուրեմն լավ է, կա, միշտ կլինի։ Օրինակ, տեսեք, նույն Թուրքիան, հիմա Ուկրաինայից խոսեցինք, ցանկանում է բոլոր ոլորտներում լինել, վերականգնողական աշխատանքներին մասնակցել եւ այլն եւ այլն։ Ես վստահ եմ, որ եթե համապատասխան լրատվություն լիներ Հայաստանում, միգուցե նաև հայկական բիզնեսը փորձեր գումար աշխատել եւ գար իր ծառայությունները մատուցել։ Ինչը կարծում եմ, այստեղ լրագրողների մեղքն է, թե քաղաքական իշխանությունների բաց թողումն է ավելի շատ։ Դե ես երբեք լրագրողների մեղքը որպես որոշիչ չեմ ընդունել, քանի որ Հայաստանում լրատվամիջոցները միշտ էլ գտնվել են քաղաքական դաշտի ազդեցության տակ եւ ինձ միշտ զարմացրել է, որ այն մարդիկ մեծահարուստներ, որոնք զբաղվում են նաեւ քաղաքականությամբ, երբ բողոքում են, որ լրատվամիջոցներում չի պահպանվում մասնագիտական էթիկան, որ ատելության խոսք է տարածվում, որ խտրականություն կա եւ զրպարտչական բնույթի նյութերը շատ են, մոռանալով, որ նման պատվերներ հենց առաջին հերթին իրենք կամ իրենց նմաններն էին իջեցնում լրատվամիջոց եւ այո, սկսած 90-ականների սկզբներից կարելի ասել, որ քաղաքական կուսակցությունները եւ քաղաքական շրջանակներն էին ձևավորում Հայաստանում մեդիա դաշտը, այն ինքնուրույն զարգացման համար շատ քիչ հնարավորություններ ուներ եւ միակ գործոնը, որը հնարավորություն էր տալիս որակյալ եւ անկախ մեդիայի գոյությանը, դա ԱՄՆ-ի եւ Եվրամիության աջակցությունն է եւ հիմա, ինչպես ես նշեցի, մենք կորցնում ենք այդ աջակցության լավագույն դեպքում կեսը եւ պետք է, ինչպես ես թվարկեցի, գտնել այնպիսի աղբյուրներ
լրատվամիջոցների ֆինանսավորումը ապահովելու համար, որոնք կարող են այլընտրանք ծառայել, ու այստեղ պիտի մենք հասկանանք, որ քանի որ Հայաստանը փոքր երկիր է, ունի շատ փոքր շուկա, ակնկալել, որ միայն առևտրային եղանակով լրատվամիջոցները կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրսներ, հնարավոր չէ, այսինքն եթե մենք հանրային նշանակություն եւ հանրային կարեւորություն ունեցող տեղեկատվության տարածման մասին ենք խոսում, ապա պարզ է, որ այն կարող է ապահովել միայն դոտացիոն մեխանիզմներով, եւ այդ դոտացիոն մեխանիզմները հնարավորինս պետք է բովանդակային առումով ազդեցություն կամ ճնշում չգործադրեն լրատվամիջոցների վրա։ Դա իդեալական վիճակ է, եւ նման վիճակ ստեղծելու ջանքերին է ուղղված նաեւ մեր կազմակերպության աշխատանքը եւ մեր Երևանի մամուլյակու եւ մեր ակումբի եւ մեր գործընկեր կազմակերպությունների այսօր այդ աշխատանքը առավել ինտենսիվ է դառնում։ Հիմնադրամը կարող է բավականին լավ հնարավորություն դառնալ, բայց ինչ աստիճանի են հասել քննարկումները, հնարավոր է գործարկել մոտակա ապագայում։ Դե փաստորեն հայեցակարգը եւ նույնիսկ կազմակերպական սկզբունքները բավականին լավ մշակված են, նաեւ միջազգային փորձագետների մասնակցությամբ, կան նաեւ հաշվարկներ կապված ֆինանսական կայունության հետ հիմնադրամի եւ մնում է, որ լինի նաեւ քաղաքական որոշում մեր իշխանությունների կողմից, որտեղ առանց իրենց շահագրգռվածության շատ դժվար կլինի գլխի բերել այդ հարցը։ Առայժմ բացի ընդհանուր հետաքրությունից նման նախաձեռնության նկատմամբ պրակտիկ քայլեր մենք չենք տեսնում, բայց բնականաբար հույսը չենք կորցնում եւ փորձում ենք այդ կերխոսությունը, որը կա, ինչպես ես նշեցի 2019 թվականից, հարցը լուծելու համար, որ այդ կերխոսությունը գոնե այս տարի մոտակա ամիսների ընթացքում կտա նաեւ պրակտիկ արդյունք։ Շնորհակալ եմ, որ այս բարդ ժամանակահատվածում ժամանակ եք գտնում մեր լսարանի հետ կիսվել ձեր մտքերով։ Հայաստանի կայուն հայկական, ճիշտ լրատվական դաշտը մեզ բոլորիս է հարկավոր եւ մտքերի փոխանակությունը շատ կարեւոր է տեսնել, հասկանալ ինչ ուղղությամբ կարելի է զարգանալ, եթե ինչ որ կերպ Սփյուռքը կարող է օգտակար լինել, Սփյուռքի լրատվամիջոցները ինձ թվում է պետք է ներգրավեն քննարկումներին, եթե հարմար գտնեք, ինձ թվում է համատեղ ջանքերով կարելի է կարգավորել դաշտը եւ ելքերը անպայման գտնել։ Շնորհակալություն, որ դուք էլ այդ թեմային կարևորություն տվեցիք։ Մեր ընդհանուր թեման է։ Շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում։ Հաջողություն բոլորին։